Ավելի լավ աշխատանք, ավելի լավ կյանք, ավելի լավ վարք, քո ամենալավ տեսակը։ Գրախանութներում ինքնօգնության և մոտիվացիոն գրքերի դարակները մեզ սովորեցնում են ամեն ինչ. ինչպես ուտել, ինչպես խոսել, ինչպես սգալ, ինչպես ապրել։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տարեկան տպագրվում է ավելի քան 15,000 ինքնօգնության գիրք։ Ժանրը նոր չէ, սակայն գովազդն ու սոցիալական ցանցերն այն ավելի պոպուլյար են դարձրել, հատկապես երիտասարդ ընթերցողների շրջանում։ Բոլոր ժամանակների ամենաշատ վաճառված ինքնօգնության գրքերից է Նապոլեոն Հիլի «Մտածիր և հարստացիր»-ը, ավելի քան 70 միլիոն վաճառված օրինակով։ It is the principle through which you can accomplish in 1 year more than you could accomplish without it in a lifetime. Իսկ Ռոնդա Բիրնի գաղտնիքը 4 տարի շարունակ New York Times-ի բեսթսելեր էր։ Այնինչ շատ քննադատներ ասում էին, որ գիրքը ընթերցողներին ստիպում է իրենց խնդիրների համար մեղավոր զգալ, պնդում, որ միայն մտքերը կարող են փոխել իրականությունը։ Wake up. It's a new day. It's a new week and if you choose it, it's a new life. Ռեյչել Հոլիսի աղջիկ Ջան Ուշքիարին էլ երկար ժամանակ բեսթսելեր էր։ Դու եւ միայն դու ես պատասխանատու քո ինքնության եւ երջանկության համար։ Մարդիկ քեզ վերաբերվում են այնպես, ինչպես դու ես թույլ տալիս։ Նման մտքեր է արտահայտում Հոլիսը։ Մեկ այլ գլխում էլ գրում է. Գործընկեր, որը պարբերաբար մի նոր բան է սկսում, ամեն 3 շաբաթը մեկ կամ 2 շաբթի մի նոր դիետայի կամ նպատակի մասին է հայտարարում, հետո 2 շաբաթ չանցած մի կողմ դնում այն։ Իսկ դու կհարգեիր այդ կնոջը, որն ամեն ինչ սկսում ու կիսատ է թողնում ամեն անգամ։ Հույսդ կդնեիր նրա վրա, կվստահես, եթե նրանք քեզ հետ գործ բռնեն։ Ոչ։ Քանի անգամ են երեխաներդ տեսել, որ հանձնվում ես նորից ու նորից։ Նորմալ չէ։ Իհարկե, մեր շուրջը ամենուրեք վանիլային լատտե սուրճ չէ, բայց եթե ես իսկապես ուզում եմ, որևէ կերպ ձեռք եմ բերում այն։ Խաղաղ օվկիանոսի ափերին գրված գիրքը 2019-ին թարգմանվեց հայերեն, ու չնայած Սյունիքի մարզի Քարուտ գյուղում վանիլային լատտե սուրճ դժվար գտնենք, աղջիկ Ջան Ուշքիարին Հայաստանում էլ մեծաքանակ վաճառք ապահովեց։ Ռեյչելը սեփական օրինակով խրախուսում ու մտերմիկ ոճով դիմում է բոլոր կանանց, աղջիկ Ջան Ուշքիարի։ Ինքնօգնության գրքեր հրատարակվում են նաև հայերենով։ Օրինակ Իրինա Մկրտչյանի «Որակյալ կյանքի գաղտնիքը» հավակնում է ընդլայնել մեր գիտակցությունը։ Քանի որ երբ մեր պահանջները չեն բավարարվում կամ չեն համապատասխանում մեր սպասածին, վիրավորվում ենք, բողոքում, հաճախ բամբասում։ Սա մանկամտություն է, հավատացեք։ Նշան, թե որքան տհաս ենք մենք, երբ այս կերպ ենք արձագանքում։ Հեղինակը նաև խորհուրդ է տալիս քաղցր ուտելու ցանկությանը հագուրդ տալու փոխարեն 30-ից 40 կքանի ստանել կամ 100 անգամ պարան թռնել։ Իսկ ջուր խմելիս սա առողջության եւ երիտասարդության էլիքսիր է ասելը կյանքն ավելի որակյալ կդարձնի։ Exercise gives you endorphins. Endorphins make you happy. Happy people just don't shoot their husbands. Ինչ են փնտրում մարդիկ այս գրքերում։ Շատ պրակտիկ հարցեր կան, կյանքի կազմակերպման, անձի ձևավորումը, դա տարբեր ճգնաժամերով անցնող ընթացք է, շատ հաճախ մարդը այդ իր երկխոսության մեջ չի գտնում այդ պատասխանները եւ այդ ժամանակ այդ գրքերը կարող են օգնել, որովհետեւ ամեն հարցով չես գնա ու դիմի մասնագետին։ Այդ հարցերի վերաբերալ մեզ չեն սովորեցնում ոչ դպրոցում, ոչ բուհերում, կրթական համակարգում, եթե մարդիկ գնում են այդ գրքերը, ուրեմն իրենք դրա կարիքը ունեն։ Այլ հարց է, այդ գրքերը ինչ որակով են, ինչպես են գրված, մասնագետների կողմից են գրված, թե ոչ։ Պատճառների ցանկում հոգեբանը նշում է նաև ֆինանսական կոմպոնենտը։ Չնայած հոգեբաններին դիմողների թիվը աճում է, ծառայությունը շատերի համար ֆինանսական մեծ բեռ է։ Մինչ գրականագետներն ու գրողները քննադատում են ժանրը, համարում գրական արժեքի զուրկ, հոգեբանները զգուշացնում կարճատև ոգևորության, հույսի եւ հակագիտական պնդումների մասին, ապրել սովորեցնող այս գրքերը շարունակում են գրվել ու սիրվել, թարգմանություններից լոկալ գրականություն, թքած ունենալու նուրբ արվեստից մինչև որակյալ կյանքի գաղտնիքներ։ Գրական ինչ արժեք ունեն դրանք, դժվար է ասել, բայց փաստ է, որ սրանք նաև Հայաստանի մեծ ու փոքր գրախանութների ամենավաճառված գրքերի ցանկում են։ Գեղարվեստական գրականությունը միշտ եղել է երկրորդը, որովհետև հեշտ չի բանաստեղծություններ կարդալը, հեշտ չի լուրջ գեղարվեստական գործեր կարդալը, թվում է թե խոսքը գնում է ինքնազարգացման բան, բայց նպատակը ինչի է գնում, նպատակը գնում է մենակ համապատասխանել ժամանակակից ստանդարտներին, իսկ ժամանակակից ստանդարտներին համապատասխանելը
այդքան էլ բարձր տեղ չի տանում, էլի երևի մարդուն։ Ամենայն դեպս կարդալ դա ու սպասել, որ դու կդառնաս ավելի կրթված եւ գրագետ, երևի թե չէ։ Բայց կարող է դառնաս, երևի կարող է ինչ-որ մարդկանց մոտ ստացվել է դառնալ հաջողը։ Այնուամենայնիվ, այս ժանրում եւս կան գրքեր, որոնք որակյալ են, դրական արձագանքի են արժանանում եւ տարանջատվում են հավատա եւ կիրականանա մոտեցումից։ Այդ գրքերից են օրինակ Վիկտոր Ֆրանկլի «Կյանքին ասել այոն» կամ Ջեյմս Քլիրի «Ատոմային սովորությունները»։ Սրանց հիմքում հոգեբանական ուսումնասիրություններ են։ Բարև ձեզ, ես Դավիթն եմ, երբ որ ավարտեցին իրենց կրթությունը, ինչ են անելու աշխատելու են ու մենակ վայել են կյանքը, դրանից անհետաքրքիր կյանք ես չեմ պատկերացնում ինձ։ Կրթվել ամբողջ կյանք։ Այնպես որ շտապեք զանգակ գրատների ցանց եւ հարցրեք, որտեղ եք դրել գրողի տարած մոտիվացիա։ Դավիթ Մեջլումյանի «Գրողի տարած մոտիվացիա» գիրքը 2024-ին ամենաշատ վաճառք ապահոված գրքերից էր։ Վերջապես եկավ այն ժամը, երբ պետք է իմանաք ինչպես ստեղծել մոտիվացիա։ Հեղինակն ասում է, որ իր գրքի առանցքը գիտնականների, նյարդաբանների եւ հոգեբանների աշխատանքներն են, եւ ինքը փորձել է հակադրվել կրկնվող մոտիվացիոն գրականությանը։ Ինչով նման չի այդ գրքերին։ Գրքերում, որոնք որ դուք նշեցիք, ես դրանց մեծ մասը կարդացել եմ։ Հիմնականում նշվում է այն, որ եթե դու որևէ բան ուզում ես անել, քեզ պետք է դրա համար որոշ աֆերմացիաներ անել, քեզ պետք է դրա համար հավատալ քո ուժերին, քեզ պետք է դրա համար ներքին ուժ ու կամքի ուժ գտնել, որպեսզի դա անել։ Իսկ ես իմ գրքում ասում եմ հակառակը, որ աֆերմացիաները ոչ մի օգուտ չեն տալիս, բացի նրանից, որ դուք երևակայում եք ձեզ ինչ-որ մեկը, որը դուք իրականում չկաք։ Կարծում եմ, որ այդ ժանրի մեջ այո, կան որակյալ այդ թեմայով գրողներ, որոնք կարողանում են ավելի լավ համոզել ու ավելի շատ գրքեր վաճառել, եւ կան ոչ այդքան տաղանդավորները, որոնց հաջողության, կարելի ասել, գաղտնիքը մասաներին չի հետաքրքրում։ Պետք չի կարծել, որ մարդկանց հենց պետք է այդ փոփոխությունը։ Շատ ժամանակ մարդիկ հենց ուզում են միայն այն զգացումը, որ թեթև լինի իրանց մոտ, որ իրենք ինչ-որ ճիշտ են ապրում։ Իրական փոփոխության մարդիկ պատրաստ չեն։ Եթե մարդիկ իրական փոփոխությունների պատրաստ են լինում ներքուստ, իրենց ոչ մի գիրք պետք չի, իրանք ուղղակի գործողությունների են դիմում։ Մեկ այլ հարց է, որ Հայաստանում վաճառվող գրքերից շատերը թարգմանված են։ Դրանք գրվել են այլ երկրներում, տվյալ մշակույթի գրողների համար, եւ վաճառվում են այլ մշակույթում, տնտեսապես այլ զարգացվածություն ունեցող երկրում։ Երջանկության ունիվերսալ բանաձևերը ձեռնոց են, նետված միլիոնավոր չկրկնվող կենսագրություններին ու անհատականություններին։ Առանձին անհատը կամ անհատականությունը ինքը իր մեջ ունի ընդհանուր օրինաչափություններ, ունի մասնավոր օրինաչափություններ եւ ունի ունիկալ օրինաչափություններ։ Հա, ինչպես որ մենք ասում ենք, մարդը նման է բոլոր մարդկանց, մարդը նման է մարդկանց որոշ մասի եւ մարդը ոչ մեկի նման չէ։ Նշված նկատառումներին զուգահեռ կա մի օրինաչափություն։ Մարդն ունի անփոփոխ ճշմարտությունների վրա հենվելու կարիք։ Կարծիք կա մասնագիտական շրջանակում, որ Աստվածաշունչն էլ է ինչ որտեղ ինքնօգնության գիրք, իսկ ինչու ոչ։ Ուզում եմ ասեմ, այդ երևույթը նոր չի, օրինակ լավ կլինի, որ դու օրը այսքան անգամ օրինակ կատարես շնչառական վարժություն, հա, կամ ուշադրությունը շեղեք մի բանից մյուս բանի վրա։ Նայեք, սրանք շատ վարքային առանց կոնտեքստի բաներ են։ Դրանք կարելի է ասել։ Ինքնաճանաչում, զարգացում, ոգեշնչում։ Որպես լուծում վաճառվող, բարդ կյանքին հանրամատչելի ու պարզունակ լուծումներ տվող շատ ու շատ գրքեր շարունակում են ստվերում թողնել գեղարվեստական եւ մասնագիտական գրականության արժեքավոր գործերը։ Ինչևէ, այսպիսի մի պատվիրան է թողնում մեզ հայալեզու մոտիվացիոն գրականության նմուշներից մեկը։ Գիտակցությունը ցածր է, երբ մարդն ամաչում է, չի սիրում եւ ընդունում ինքն իրեն, բամբասում է, քննադատում է, վախկոտ ու թուլամորթ է, չի հասկանում բնության տիեզերական օրենքները, չի կառավարում իր մտքերը, վարքը, էմոցիաները եւ այլն եւ այլն եւ այլն։